Բարև։ Շարունակում են նորությունները։ Այս կյանքի խաղում այս վերջերս օրից մի օր շատ պարզ ապրեցի իրականությունը, այսինքն այն, որ իրականում այս իմ կերպարը, այս մարմինը ընդհանրապես այն ինչ որ այստեղ է կատարվում, ինձանից առանձին է, իմ մեջ է, բայց ես չեմ, այսինքն շատ պարզ երևում էր այդ ոչ իմ մարմին լինելը ու ոչ իմ մտքերը լինելը, ոչ իմ զգացմունքները, էմոցիաները լինելը, շատ պարզ, պահեր են լինում, որ այդ ամենը շատ պարզ է զգացվում, պահեր են լինում, որ իրոք մոռանում ես ու ընկնում ես այդ կյանքի, շարունակում ես ապրել մատրիքսի մեջ, բայց այդ պահին իրոք շատ պարզ էր ամեն ինչ, այնքան հետաքրքիր էր, պարզ զգացվեց արդեն շատ ավելի պարզ ու ամեն անգամ այս բոլոր փորձերը, որ իմ մարմինը ապրում է, իմ հոգին տեսնում է, դրանք բոլորը տարբեր են լինում ու ամեն անգամ շատ ավելի խորը, շատ ավելի կայուն, շատ ավելի ու շատ տարբեր են, երբեք չեն կրկնվում այս ապրումները, շատ հետաքրքիր է, հետո բնականաբար ես, այսինքն էգոն իմ փորձում է վերապրել այդ պահերը, որովհետև դրանք իրոք շատ հաճելի են, բայց շատ պարզ է արդեն գիտակցվում է, որ դրանք չկրկնվող պահեր են, ուղղակի օգնություն է գալիս, այսպես ասած, քո իրական եսից, իրական քո ով լինելուց, իրականությունից, ներկայից, Աստծուց օգնություն է գալիս, որ դու հասկանաս, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես, այսինքն դու էգոն, որովհետև էգոն իրականում ինքը պետքա վсё-таки մաքրվի, վերջնականապես, ու այս աշխատանքը, որ հիմա իմ հետ կատարվում է, ես որ խոսում եմ, դա իմ էգոյի հետ կատարվում է, որովհետև իրականությունը ինքը այսինքն չէր գա նստեր իր համար վիդեո նկարեր, հիմա իրականությունը այսպես ասած, ես իրականության մեջ եմ, ես որպես էգո ու ինքս ինձ հետևում եմ եւ այսպես ինձ հիշեցնում է մեկ իմ իսկական ով լինելը ու իրոք այնքան հրաշալի է ամենը ու այնքան պարզ ու հեշտ, որ շատ դեպքերում հավատը չի գալիս, որ տենց կարա լինի, տեսեք շեղվեցի, ուզում եի ասեի, որ էգոին է ինչ-որ մի բան, էգոյի պահով էի բան ուզում ասեի, բայց շեղվեցի, էգոն փորձում է անդադ կրկնել այս փորձերը, ուզում է վերապրել, ուզում է հաստատվել, բայց այդ ամեն անգամ դրանք էգոյի ցանկություններն են, յուրաքանչյուր ցանկություն էգոյի ցանկությունն է, որպեսզի ես ձևավորվի, որպեսզի հիշացնի, որ դու կաս, որ դու ինչ-որ պատմություն ունես, որ դու կարևոր ես, դու իրականում կարևոր ես, դու Աստված ես, քո իրականություն դա է, բայց էգոն ինքը կերպար է ստեղծում, որ կարևորություն դա այդ կերպարին, իրականում այդ կերպարը ինքը փուջ է, իրականություն չէ,
Մենք բոլորս ապրում ենք հորինված, մեր կողմից հորինված կյանքով ենք ապրում։ Մենք ենք կառուցել այս կյանքը, ամեն վարքյան այդ կյանքը վերակառուցում ենք մեր հավատքի հետևանքով, այսինքն ամեն վարքյան ես էգոն իրան հիշեցնում է, որ դու այս մարմինն ես, անունով, ազգանունով, դա քո ձեռքն է, դա դու ես խոսում, դա դու քո մարմինն ես սրանով սահմանափակվում, կաս դու կան ուրիշները, այդ երբ որ սկսում է արդեն կիսվել, որ դու կաս դու եւ կա ուրիշ աշխարհը, դրսի աշխարհը ու կան ուրիշ մարդիկ, դա էգոյի գործը միշտ։ Դրա համար նրանք, ովքեր փնտրում են ու ինձ նման ճշտի ճանապարհին են, այդ մի շատ կարևոր կետ է, որ հիշենք, որ հենց էգոն սկսում է կիսել, հենց քեզ թվում է, որ դու կիսում ես, արդեն ասում ես ես ու ուրիշները, նշանակում որ արդեն դու սխալ ճանապարհի վրա ես։ Միանգամից պետք է հետ գալ ու հիշել, որ կա մի ամբողջ իրականություն, մի մարմին, կոպիտ ասած, ճակերտավոր, մի օրգանիզմ, մի գիտակցություն ընդհանուր, որը դու ես, որին ընդհանուր ես նայում։ Հենց դու այդ ընդհանուրից առանձնանում ես ու ասում ես ես, քեզ սահմանափակում ես քո մարմնի սահմանների մեջ, քո ուղեղի սահմանների մեջ ու դառնում ես սահմանափակ ինձ մի փոքր էգոյով սահմանափակված մի ոչնչություն, իրականում մարդյակը, որ իրան տենց շատ վեհ է համարում, իրանից ոչինչ չի ներկայացնում։ Բոլորս ամեն մեկս մեր էգոյի գերին ենք, բոլորը անխտիր, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, անկեղծ լինենք։ Այս կյանքում ոչ մեկին իրանից շատ ոչ մեկին չի սիրում ու իրան միշտ բոլորից վեր է համարում, ինքը իրան ավելի կարևոր է համարում ու տենց լիքը բաներ, որ անկեղծ լինենք, կհասկանանք ու կտեսնենք, որ ճիշտ եմ ասում, պետք է ուղղակի անկեղծ լինենք մենք մեր հետ։ Ու երբ որ դա կատարվում է, բնականաբար դու կյանքում չես տեսնի, դու իրականում ով ես։ Պետք է մի օր այդ եսդ մի կողմ դնես ու իհարկե թե քեզ հետաքրքրում է, փնտրես իրականությունը։ Իրականությունը շատ ավելի մեծ է։ Դու ես։ Ամեն դեպքում ուզում եմ ուղղակի կիսվել քեզ հետ, ինչպես միշտ, իմ առաջընթաց քայլերով, որ այս անգամ ինձ շատ ավելի պարզ էր ու ես հաճախ փորձում եմ միշտ մնալ ներկայի մեջ, միշտ լինել այստեղ եւ հիմա ու հիշել, բացի այդ, որ լինել ներկայիս մեջ, նաեւ հիշել ու գիտակցել, որ ես սահմանափակված չեմ, որ ես ոչ թե ես, որպես ես Ռոզա, իմ անունը, իմ ազգանունը, իմ մարմինը, այլ իմ իրականությունը, իմ լռությունը անսահման է, իմ դատարկությունը անսահման է, ու այդ ժամանակ իջնում է մի խաղաղություն, հոգու խաղաղություն ասված, խաղաղություն անսահման ու դառնում ես անխոցելի, ամեն ինչ քո մեջ է կատարվում ու մտածում ես, ինչ տեսնում ես, դա քոնն է, հասկանում ես, ինչպես քո երեխաները, քոնն են, այդպես քոնն է ամեն ինչ, որովհետև քո մեջ է, ամեն մեկս ունենք մեր աշխարհ, ամեն մեկս ունենք մեզ, ու բոլորս միասին մի օրգանիզմ ենք, ուղղակի Աստված քո իրականությունը նայում այս կյանքը տարբեր աչքերով, տարբեր կողմերից, ուղղակի պետք է հիշես, թե դու ով ես,